Ողջույն եւ բարելույս սիրելի մայրեր, սիրելի քույրեր, սիրելի հայրեր։ Ամեն բանի առաջ բարք գողություն Աստուծո, որ դարձյալ այս շաբաթ եւս մեզ այստեղ համախմբեց, մեզի գովի բերավ միասնապար աղոթելու, միասնապար խորհրդածելու, միասնապար խոգալու, միասնապար անդրադառնալու նյութերու, հարցերու, խնդիրներու, որոնց շատ հաճախ մեր առօրյային մեջ չենք անդրադառնար, կամ ժամանակը չենք ունենար անդրադառնալու, արիթը չենք ունենար անոնց մասին մտածելու, որովհետև այնքան շատ կլան մեր առօրյա մտահոգությունները, դժվարությունները եւ նույնիսկ մեր առաջնահերթությունները երբեմն գշեղին ուստի այս բահը ամեն գիրակնորյա պատարակներուն եւ ամեն երեքշաբթի օրյա հոգեվոր խորհրդածությունները լավ արիտներ են մեզ մեր յուրաքանչյուրս վերհիշելու եւ վերականգ մնելու մեր հոգեվոր կյանքին առնչված նյութերու մասին։ Ինչպես քիչ առաջ հայր Սուրբը ասավ հայր Ստեփանոսը, այսօրվան մեր խորհրդածության նյութը առնված է Մատթեոսի ավետարանեն։ Նյութը 5000-ի գերագրումն է, 5000-ի գերագրումեն առնված է, գտած, բժշկեց եւ գերագրեց բարերը։ Բոլորիս ծանոթ է, թե ինչպես Քրիստոս երբ քարոզխոսություններու ընթացքին անաբադի մեջ ամայի վայրը ժողովրդին կքարոզեր եւ իր աշակերտները մոտեցան ասին արդեն գիշեր է, մութ եղավ, դեղ չկա, ուտելիք չկա, գրգե ժողովուրդը։ Բայց մեկ հատ ընդհանուր պատկերը մեր մտքին մեջ վերականգնելու համար եկեք միասնապար գարտանք ավետարանական այդ հատվածը, եթե մեկը իր մոտ ավետարան ունի, Մատթեոս 14-րդ գլուխ 10-րդ համարն է, եւ գնդերցենք 5000-ին գերագրումը։ Երբ Հիսուս Հովհաննեսի գլխադումը լսեց, առանցինը նավակ մտնելով այնտեղեն գնաց ամայի վայրը։ Շրջանի քաղաքներում բնակիչները լսելով ասիգա, քալելով հետևեցան իրեն։ Երբ Հիսուս նավակեն դուրս ելավ, տեսավ մեծ բազմությունը, գտած անոնց վրա եւ հիվանդները բժշկեց։ Երեկոյան իր աշակերտները մոտեցան իրեն եւ ասին. «Ամայի դեղ ենք եւ ժամանակն ալ ուշ է։ Արձակե ժողովուրդը, որպեսզի երթան շրջակա գյուղերը իրենց համար ուտելիք գնելու»։ Հիսուս ասավ. «Իրենք պետք չունին երթալու։ Թուք տվեք անոնց ուտելիքը»։ Անոնք ըսին Հիսուսի. «Հոս գրեթե ոչինչ ունինք, բացի 5 հաց է եւ 2 ծուգ»։ Հիսուս ասավ. «Հոս բերեք ադո»։ Եվ հրամայեց, որ ժողովուրդը նստեցնեն խոտին վրա։ Ապա արավ 5 հացը եւ 2 ծուգը, աչքերը երկինք պարսածուց, օրհնեց, գդրեց հացերը եւ տվավ աշակերտներուն, որոնք բաժնեցին ժողովուրդին։ Բոլորն ար գերան ու վշտացան եւ աշակերտները ավելցած գդորները հավաքելով 12 սագար լեցուցին։ Իսկ ուդողները շուրջ 5000 հոգի էին, գիներն ու մանուկները չհաշված։ Այս է ավետարանական հատվածը, որում մեջ են կաղած ենք Քրիստոսի կտությունը ժողովուրդը տեսավ, բժշկությունը, որ ժողովրդին մեջ հիվանդներ կային, որոնք Քրիստոսի գտիմեին, որոնք ուզեին բժշկվել, բժշկեց եւ վերջապես ժողովուրդը գերագրեց։ Ավետարանի մեջ առնենք մեկ առ մեկ առանձնացնենք Քրիստոսի կտությունը, Քրիստոս գտած։ Շատ օրինակներ կան ավետարանի մեջ, որ ցույց կտան եւ գարդահայտեն Քրիստոսի կուտը։ Թե Քրիստոս ինչպես գտած, կամ արդյոք Քրիստոս գտած միայն այս հատվածի մեջ, այս հանքրվանին, թե ուրիշ գտության նաեւ հատվածներ ալգան։ Եվ որբեսի ամբողջական պատկերն ունենանք, մեկ երկու օրինակներով խոսիմ։ Մատթեոս
ինին մեջ Մատթեոս 9:36 Գգարտանք Հիսուս Գալիլեայի մեջ կկարոզե Բարս քարոզխոսություն մնե ուր ավետարանի չգսե դեսնելով ժողովրդին բազմությունը քթած անոնց որովհետև հոգնած էին եւ ծրված հովիվ չունեցող ոչխարներու պես Երկրորդ օրինակը Մարգոս 1-ին մեջ կգտնենք ուրիշ դրվակ մնե անշուշտ ոչ թե նույն դրվակներու մասին գխոսի դարբեր ավետարաններու մեջ դարբեր արիտներու քութ արդահայտելու մասին է խոսքը Մարգոս 1:40-ը Փորոդ մի եկավ Հիսուսի մոտ ձունգի իջավ եւ Փորոդը թիմելով Քրիստոսի գսե դեր ուզեմ որ բժշկվիմ Հիսուս քթած եւ ցերկը երկարելով թվաբանոր Դարձյալ ահավասի Քրիստոսի քութն է որ կտեսնենք Երրորդ օրինակը Ղուկասու ավետարանի մեջն է Ղուկաս 7:13 Գարտանք Այրի գնոջ որդին հարությունն էր որ Քրիստոս երբ քաղաք մուտք կգործեր կտեսնե որ մարդիկ այրի գնոջ որդին տակաղը շալգած դուրս կելնեն քաղաքեն Հիսուս երբ կգիտնա ինչ է պատահածը ավետարանը գսե դերը երբ ինը տեսավ քթած անոր եւ ըսավ միլար Եվ նոր գդագարանին բացի 5 գդագարանին մեջ նախ բազմաթիվ են օրինակները Աստուծո կտության բայց ելից գիրքին մեջ կգարտանք դերը անցավ Մովսեսի առջև եւ գանչեց ես եմ դերը դեր Աստվածը ողորմած եւ քթած ամպերադար արատ ողորմությամբ եւ ճշմարտությամբ Ավասիկ երբ կգարտանք Քրիստոսի քութին մասին, Աստուծո քութին մասին է, որ մենք մտածենք։ Այսինքն, երբ ասենք Քրիստոս քթած, չի նշանակեր միայն Քրիստոսի անձն է, որ քթած, այլ Հայր Աստված, Սուրբ Հոգի Աստված եւ Որդի Աստված, երեքը մեկ Աստված որպես իրենք է, որ քթածին։ Աստված ինքն է, որ քթած մարդուն, որովհետեւ Աստված մեր արարիչը, մեր ստեղծիչը ըլլալով գիտե, որ մենք իր քութին գարիք ունենք։ Ինչու իր քութին գարիք ունենք։ Որովհետև մենք Աստծո ստեղծագործությունները ըլլալով գիտե իր ստեղծիչները ինչպիսին են, ինչ են։ Գիտե իր ստեղծիչները, եթե քութ ունին իրենց մեջ, կամ չունին։ Գիտե իր ստեղծիչները երբ քութ ունենան կամ երբ քութ չեն ունենալ։ Ամենեն բարձը օրինակը առնենք մեր առօրյա կյանքեն։ Միշտ օրինակները մեր առօրյա կյանքեն առնենք։ Երբ դժվարության մեջ ենք, հաճախ կտեսնենք մարդիկ մեր 4 կողմը հավաքված են եւ մեր դխրության մասնագից կփորձեն դառնալ։ Բայց այդ իրենց մասնակցությունը փորձը որ կգադարեն շատ հաճախ երևույթ է միայն։ Ցուցականություն է միայն։ Բայց Աստուծո բարակային երբ գսե Աստված դեսավ, Քրիստոս դեսավ եւ քթած հոն արդեն Աստուծո քութը ուրիշ քութ մնե մարդկության քութեն, մարդոց ունեցած քութեն, ողորմութեն են։ Քրիստոս իր աշակերտներուն ասած է. Ես ցեզի խաղաղություն պիտի դամ, բայց չի նմանիր այս աշխարհի դված խաղաղության։ Նույնն քութն է։ Քրիստոսի ունեցած քութը չի նմանիր մարդոց ունեցած քութին։ Քրիստոսի ունեցած սերը մեր հանդեպ չի նմանիր մարդոց ունեցած սիրույն։ Եվ այս բոլորը նկատի առնելով մենք քաչ պետք է գիտնանք, որ երբ ավետարանի մեջ պատմությունները կգարտանք
Քրիստոսի գադարած հրաշագործություններուն, կարոսխոսություններուն կամ այլ բաներու, մենք անոնք բարձրապես պատմություն ասելով դողերուն վրայեն պետք չի անցնենք։ Ավետարանը գարտալ ճիշտ կերպով, գետրոնացած, որբեսի լավապես հասկնանք և անդրադառնանք այդտեղ դողերուն մեջ գրվածները։ Երբ կգարտանք, որ օրինակ, այս վերջին օրինակը այրի գնոջ որդին հարությունը, քաղաքի ժողովուրդեն շատեր անոր կհետևեին, ուղարկավորության մասին է խոսքը, որ տակաղը դուրս կելեր քաղաքեն։ Քաղաքի ժողովուրդեն շատեր անոր կհետևեին։ Դերը Քրիստոս երբ գինը տեսավ, գտած անոր։ Խոսքս է դերը երբ գինը տեսավ գտած։ Ժողովուրդը չգտած, ժողովուրդը տեսավ, ժողովուրդը գնոջ հետ կքալեր բարձրապես, բայց դերը երբ տեսավ, գտած գնոջ։ Այստեղ բարձ մեր կյանքին մեջ, մեր առօրյա կյանքի մեջ այսինքն, մարդոցմե շատ սպասում պետք չէ ունենանք։ Մարդոցմե այն սպասումները պետք չէ ունենանք, ինչ որ մենք գագնգալենք, որ մարդիկ պիտի գնեն։ Եթե գագնգալենք, որ մեր դժվարության, մեր շրջապատը մեզի օգտակար պիտի դառնա, մեր շրջապատը մեր գողքին պիտի գնա, եւ եթե չգնա, հուսախաբ կլանք, կնեղվենք, եւ նեղության նեղ մթնոլորտը կստեղծենք մենք մեզի, այդպիսի սպասումներ մենք մեզի է որ գնենք։ Թիմացինս մեզի չսեր, որ սպասա ես քեզի պիտի օգնեմ, որպեսզի ես սպասում ունենամ։ Բայց մենք գագնգալենք, որ օգնենք, բայց երբ որ չօգնե, կամ մեր գողքին չգնա, կնեղվենք։ Այդ սպասումները մենք միայն Քրիստոս է գագնգալենք։ Քրիստոնեությունը որպես քրիստոնյա մարդ այս աշխարհեն սպասում չունի։ Քրիստոսի համար գսվի այս աշխարհի մեջ գաբրեր, բայց այս աշխարհեն չեր։ Աշխարհի մեջ գաբրիր, բայց աշխարհեն չեր, երկրեն չեր։ Նույնալ մենք որպես իր հետևորդները այս աշխարհի մեջ գաբրինք, բայց մենք իր հետևորդներն ենք։ Հետևաբար, երբ իր հետևորդներն ենք, իր մե պետք է օրինակը վերցնենք։ Եվ այս բարակային մարդոց քութ պետք է ցուցաբերենք։ Աշխարհ մնենք, որ գրեթե քութը կամ ողորմությունը գոյություն չունի։ Ամեն մարդ իր գործովը սփաղած է, ամեն մարդ իր դերդերով ունի, ամեն մարդ իր դժվարությունները ունի, իմ դժվարությունս ինձի կպավե, ուրիշին դժվարությամբ զբաղելու ժամանակ չունիմ, պետքնալ չունիմ, գարիքնալ չունիմ, բայց Քրիստոս միակն էր, որ աշխարհ եկավ ոչ թե իրեն համար, այլ թիմացինին օգտակար դառնալու, մեզի օգտակար դառնալու եւ մեզի սորվեցնելու ինչպես օգտակար կդառնան։ Եթե մենք չենք սորվիր ինչպես օգտակար կդառնանք, Քրիստոսը չմեղադրենք, այսինչ տեսակ քրիստոնյա է, այսինչ տեսակ անձ է եւ այլն, այդպիսի մեղադրանքներ չնենք, որովհետեւ Քրիստոս եկավ սորվեցուց, իր պատկամները թողուց, իր պատկամները ցկեց մեզի, որպեսզի պատճառ չունենանք ասելու չէի գիտեր, չեմ գիտեր, չեմ լսած, բացիկ այստեղ է ամբողջ Քրիստոսի պատվերը, գտալու, սիրելու, գերագրելու, բժշկելու, օգտակար դառնալու եւ ուերու շարքը գերգարի։ Երկրորդ, բժշկեց։ Քրիստոս
միայն կտալով չի բավարարվեցավ։ Դեսավ, կտած, մեղքծավ և այդքան։ Ոչ։ Քրիստոս կտած և իր կութը, իր ողորմությունը գործի վերածեց։ Թարգմանեց այլապես կտալը ինքնին մինագը արժեք պիտի չունենար, համը պիտի չներկայացներ, կտած և վերջ, ինչ էր բայց, կտացին արդյունքը ինչ էր, կտացին արդյունքը բժշկելն էր, կտացին արդյունքը ժողովրդին հոգևոր սնունդ մատակարարելն էր, Ավետարանը գսե, երբ ժողովուրդը տեսավ, կտած անոնց և հիվանդները բժշկեց, Ավետարանի մեջ ոչ մեկ դեղ, երբ կխոսվի Քրիստոսի կութին մասին, գնշվի, որ Քրիստոս միայն կտած, չկա օրինակ Ավետարանի մեջ, կամ քիչ առաջվա մեր գարտացած օրինակները, չկան դեղը, որ Քրիստոս կտած և գեցավ, Քրիստոս կտած և կործեց, ասիկա գնմանի մեր կյանքի մեջ որոշումը առնելու, բայց միան որոշում արինք, եթե ես որոշում արի եկեղեցի են դուրս պիտի ելեմ, բայց քայլերս չի նետեցի թեպի դուր, ինչպես դուրս պիտի ելեմ, Հետևաբար Քրիստոս միշտ Աստված իր կութը արդահայտած է, թարգմանած է գործերով։ Ղազարոսի հարությունը, Ղազարոսի հարության օրինակը, Քրիստոսի սիրելի բարեկամներ գսվի։ Քրիստոսի մոտ եկան, ըսին բարեկամըտ մերած է, արդեն 3 օր է իվեր։ Քրիստոս եկավ, ընտանիքին վիճակը տեսավ, թե քույրերը ինչպես նեղված էին, գուլային, Ավետարանը չսեր, որ Քրիստոս կտած բարը չի կործածեր, բայց հուզվեցավ, լացավ, և այդ ապրումները, որպես կթարադություն, որպես ողորմածություն, որպես սիրո արդահայտություն, Ղազարոսին հարություն տվավ։ Անտամալույձին բժշկությունը, անտամալույձը, որ դանիքը կագեցին 4 հոգիով իջեցուցին, Քրիստոս գսե մեղքերդ ներված են քեզի։ Մարդիկը բժշկվելու է գերեն, Քրիստոս մեղքերդ ներված են քեզի գսե որ։ Հետո բժշկեց։ Քրիստոս դարձյալ, երբ կութի մասին կխոսենք, կնշանակի Քրիստոսի սիրո մասին կխոսենք, քանի կութը, սերը, ողորմությունը միացած ամբողջություններ են, քանի փարերու ամբողջությունները Քրիստոս հավաքելով իր մեկ գործով ցույց կտար, մեկ գործով գարդահայտեր։ Եվ երբ անտամալույձին ընկերները, որ փերած էին եւ տանիքեն գճեցնեին, այդ բոլորը տեսնելով Քրիստոս իր սերը արդահայտեց, իր կութը արդահայտեց, իր ողորմածությունը ցույց տվավ մարդու նկատմամբ, երբ ասավ ոտքի ել մահեջը տար եւ քալե։ Եվ այսպիսով ամբողջ Աստվածաշունչը նոր գդագարանով, հին գդագարանով, ամբողջ Աստվածաշունչը լեցուն է Քրիստոսի կութին, Աստուծո կութին գործնական արդահայտություններով։ Առաջին Աստվածաշունչի հին գդագարանի առաջին էջենը սկսյալ, երբ ստեղծագործությունը գավարտի, նախամարտը կմեղանչե, Աստված չսպաններ։ Աստված կգթա մարդուն, կվտարե դրախտը, եթե մի բարտեզը։ Նոյը նահաբետ, ամբողջ աշխարհի չարությունը տեսներով Աստված, բայց մեկ արդար մարդ մգար, Նոյն էր, կտալով բրգեց Նոյը և իր ընտանիքը։ Մովսես մարգարեն, Աստուծո հետ
երբ Սոդոմն ու Գոմորը Աստված որոշած էր գործանել, այդքան անաստվածություն, այդքան չարիք կար, Մովսես մարգարեն Աստծո հետ երկխոսության մեջ կմտնե։ Եթե այդ քաղաքի մեջ կսե 100 մարդ կա, 100-ն ալ պիտի ոչնչանան 100 արդարի մասին, եւ մնացածը չար են, կսե 100-ին համար քաղաքը պիտի բրգեմ։ Հայր Աբրահամ ներողություն, ճիշտ, Հայր Աբրահամ Մովսեսի։ Եթե 50 մարդ արդար է, 50-ին համար պիտի բրգեմ այդ ամբողջ քաղաքը։ Եվ այսպես Մովսես Աստծո հետ արևդուրի մեջ կմտնե, Աբրահամ արևդուրի մեջ կմտնե, եթե 40 հատ կա, եթե 30 հատ կա, եւ վերջին դեղը կհասնի։ Նույնիսկ եթե մեկ մարդ կա արդար, ինչ պիտի ենես ով Աստված, գսե այդ մեկ արդարին համար պիտի բրգեմ այդ քաղաքը։ Աստուծո քթությունը, Աստուծո սերը, Աստուծո ողորմությունը այնքան անսահման է, որ մեզի համար երևակայական կրնա տվել։ Մեզի համար Աստվածաշնչի մեջ պատմություններու շարադրություն մը կրնա տվել։ Աստուծո սերն ու կուտը երկնային են, որ կրնան մենք երկրավորներս շատ լավ չհասկանալ, ճշգրտությամբ չհասկանալ։ Եվ որովհետև չենք կրնար հասկանալ, հեքիաթային կրնա տվել մեզի։ Բայց անոնք ճշմարտություններ են, իրականություններ են, որոնք արձանագրված են Աստվածաշունչ մատյանի մեջ Աստուծո իսկ շունչով։ Եվ վերջապես գերագրեց, գտած, բժշկեց, գերագրեց։ Այստեղ, երբ ամբողջ հատվածը դառնենք 5000-ի գերագրումին հատվածը, հերթականությունը կտեսնենք։ Հերթականությունը Քրիստոս եկավ, դեսավ, գտած, քարոզեց, խոսեցավ, բժշկեց, վերջին հանգրվանը գերագրեց։ Վերջին դեղն է, որ գերագրեց։ Եվ ոչ թե սկիզբեն գերագրեց եւ հետո ներքնից կնենք, ոչ։ Ամեն ինչ ընել է եւ ամբողջացնել է յետ Քրիստոս կգերագրե անոթի ժողովուրդը։ Ինչ կնշանակի։ Քրիստոս միայն հոգևոր սնունդին կարևորություն չտվավ։ Քրիստոս հոգևոր սնունդը կարևորեց, բայց միայն հոգևոր սնունդին կարևորություն չտվավ, նաև ֆիզիկականին, բայց վերջինը եւ ոչ առաջինը։ Քրիստոս մեզի կսորվեցնե, որ ֆիզիկականեն առաջ եւ ֆիզիկականեն վեր առաջնահերթությունը տվեք ձեր հոգիներուն։ Ձեր հոգիներուն հոգևոր սնունդ մատակարարման, ձեր հոգիներու դաստիարակության կարևորություն տվեք։ Գրնակ ժամերով անոթի մնալ, բայց 5 վայրկյանեն կշտանալ ֆիզիկապես։ Բայց հոգին օրերով, ժամերով, ամիսներով, տարիներով անոթի թող մնա, մինչև այդ հոգին սնուցանես ժամանակ պիտի առնի։ Մեկ օրեն մույսը, մեկ վայրկյանեն մույս վայրկյան հոգիտ չի լեցվիր հոգևոր արժեքներով Աստծո խոսքով։ Ընթացքը պետք է անցնի, process-ը պետք է անցնի։ Աստծո խոսքը լսելով, Աստծո խոսքը գարտալով, Աստծո խոսքին բացատրությունները, մեկնաբանությունները լսելով եւ գարտալով եւ սերդելով, կամաց ժամանակի ընթացքին մենք մեր հոգիները կգերակրենք, կսնուցանենք։ Ադոր համար վերջին դեղն էր, որ Քրիստոս գերագրեց ժողովուրդը։ Եվ Մատթեոս 6:25-ին մեջ, Մատթեոս 6:25, Մատթեոս 6:25, երբ Քրիստոս
գուսուցաներ ժողովուրդը Աստված եւ աշխարհիկ մտահոգություններու մասին, Աստուծո եւ աշխարհիկ մտահոգություններու մասին գսե. մի մտահոգվիկ ձեր կյանքին համար, թե ինչ պիտի ուտեք կամ խմեք, ոչ ալ մտահոգվեցեք ձեր մարմին համար, թե ինչ պիտի հագնիք, չէ որ կյանքը ավելի կարևոր է, քան գերագուրը եւ մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը եւ ֆիզիկականը ավելի կարևոր եւ հոգեվորը ավելի կարևոր է, քան ֆիզիկականը։ Քրիստոսի կարոսխոսությունները, Քրիստոսի կորձերը, միան կարոսխոսությունները չէ, անոր գեդևին Քրիստոսի կորձերը լեցուն են սիրով, թասերով, պատկամներով, հոգևոր պատկամներով, որոնք գմիդին, որոնց նպատակն է միայն ու միայն մեր հոգիի փրկությունը եւ ինչու՞ չէ մեր մտային դաստիարակությունը։ Քրիստոս վերջին հանգրվանը ցկելով գերագրելը մեզի սորվեցուց ոչ թե միայն հոգիին կարևորությունը, ոչ թե միայն գերագուրին երկրորդականը լալը, ֆիզիկականին երկրորդականը լալը, այլ մեզի սորվեցուց մեր այսօրվա կյանքին մեջ ինչպես պետք է վարվենք, ինչպես պետք է վերաբերենք, ինչպես պետք է ապրիլ մեր քրիստոսանման կյանքը։ Մենք որ մեկը կտեսնենք դժվարության մեջ է, կմեղքնանք, այո, բայց չենք նախացեր ներբան մհնելու իրեն համար, կորձի չենք անցնիր։ Քրիստոս կսորվեցնե, որ ոչ թե միայն ֆիզիկական հոգադարություն պետք է ցուցաբերեք, այլ նաև հոգևոր, երբ դժվարության մեջ է մեկը, հետևյալ ձևով տնեմ հարցը, դժվարությունը մարդու կյանքի մեջ այն բահն է, որ հավատքը կնուտենեք անցնի։ Դժվար բահերուն է, որ մենք, եթե այդ ինքնակիդակցությունը ունենք, գրնանք մեր անձերուն քննություն կատարել, թե որքան մեր հավատքի կյանքի մեջ զորավոր ենք կամ դգար։ Եվ երբ գսեմ Քրիստոս մեզի սորվեցուց դիմացինին գտալ, դիմացինին օգտակար դառնալ, ոչ միայն ֆիզիկապես, նաև հոգևոր կյանքով, հոգևորապես, կնշանակի այդ դժվարության բանուն մեր դիմացինին հիշեցնել, որ հավատքիդ մեջ ամուր մնացիր, հավատքիդ մեջ հաստատ մնացիր։ Եթե նյութականի որոշ դժվարություն ունի, նյութական դրամատրելով չի վերջանալ հարցը։ Եթե ուդելիքի բագաս ունի, ուդելիք դրամատրելով չի վերջանալ խնդիրը։ Ադիգա ֆիզիկական, երկրորդական, երրորդական, 10-րդական բաժինն է։ Քրիստոս սորվեցուց նախ հոգիին կարևորություն տալ, հոգին դաստիարակել, հոգին մշակել։ Մենք այդ ուդելիքը կամ նյութականը դրամատրելով նաև պետք է խոսենք Աստուծո սիրո, Աստուծո ողորմածության, Աստուծո քթարադության մասին։ Որովհետև այն ինչ որ գնենք, միշտ Աստուծո փառքին համար է։ Այն ինչ որ գլա մեր կյանքի մեջ, միշտ Աստուծո փառքին համար է։ Եթե դժվարության մեջ ենք, Աստուծո փառքին համար է։ Եթե ուրախության մեջ ենք, դարձյալ Աստուծո փառքին համար է։ Մեր կյանքի ընթացքը, մեր կյանքը այնպես պետք է արդացոլա, այնպես պետք է դիտե ընկերությունը շրջապատը, որ անոր մեջ տեսնե Աստված, Աստուծո սերը, Աստուծո քթությունը։ Ինչպես Քրիստոս աշխարհ եկավ, ինչ որ ըրավ, ինչ որ խոսեցավ, միայն ու միայն Աստուծո սերն էր, որ գարդա հայտվեր անոր մեջ եւ անոնց մեջ, նույնպես ալ մենք մեր կյանքով պետք է ընենք այն, ինչ որ գարդահայտ է Աստուծո սերը։ Եթե դիմացինին օգտակար դառնալը Աստուծո սիրո արտահայտությունն է, բարդավոր ենք օգտակար դառնալու։ Եթե դիմացինին հետ պիտի նստենք, պիտի լանք,
Աստուծո սերը եւ Աստուծո քութը մեջտեղ ելնելու համար, արդահայտվելու համար պետք է դիմացին նստինք լան։ Եթե պետք է ուրախանալ, պետք է ուրախանալ, պետք է հրճվիլ, պետք է հրճվիլ։ Ինչ որ պետք է Աստուծո փառքը, Աստուծո օրհնությունը, սերը, քութը երևելի դառնալու մեր ընդմեջ են, մեր անձերուն ընդմեջ են, մենք որպես քրիստոնյաներ բարդավոր ենք այդ բոլորը ընելու առանց թույզն գասկած ունենալու մեր մտքին մեջ, առանց մեր երկրավոր կյանքի շահերը նկատի առնելու, առանց մեր շրջապատին, մեր ընկերության մտածումը, ինչ կմտածե մեր մասին, ինչ կմտածե իմ մասից նկատի առնելու։ Հետևաբար, այսօր անգամ ևս Քրիստոս վերականգնելու եկած է, վերհիշեցնելու եկած է, որ ով մարդ այս անքութ աշխարհի մեջ պետք է իմ քութես ունենաս, ոչ թե մարդկային քութեն ունենաս, հոգևոր երկնային քութ ունենաս։ Այսօր Քրիստոս կուքա մեզի հիշեցնելու, ով մարդ այս անբժիշկ աշխարհի մեջ թուն հոգիի բժշկության գոչված ես, հոգիները բուժելու գոչված ես, եւ վերջապես հոգիները բժշկել, նաեւ հոգիները գերագրել, հոգիները գերագրել եւ ապա ֆիզիկապես գերագրել։ Այս մտածումներով, այս վերակաղով, այս վերհիշեցումներով եկեք փորձենք մեր կարելիության սահմանները ներս, երբեմն չանք տապելով մեր կարելիութեն քիչ մանտին անցնելու, օգտակար դառնալու մարդոց, որովհետև երբ գսենք մարդոց մեջ մարդկությունը մերած է, մենք ըլլանք այդ մարդկությունը ապրեցնող, մենք բաժար ըլլանք, արիք ըլլանք մարդկությունը վերագենտանացնելու մարդոց մեջ։ Եթե եսենք մարդկությունը մերած է և պամը չնենք, մարդկությունը պիտի մերած մնա մարդկության մեջ։ Բայց երբ կորձ մը գադարելու ըսկսինք, գայց մը դված պիտի ելանք, մարդկությունը մարդոց մեջ վերագենտանանալու։ Այս մտածումներով, այս խորհուրդներով, այս հոգևոր պատգամներով գաղութեմ, որ Աստված մեզի, մեր ընտանիքներում, ձեզ մեր յուրաքանչյուրին եւ ամբողջ մարդկության սրտին, հոգին, մտքին մեջ իր լույսը ջարակայթ է, իր սերը սրսկե մեր հոգիներում, մեր մտքերում մեջ եւ իր քութը շարժե մարդոց սրտերուն մեջ։ Թող խաղաղություն բարգեւող Տերը Հիսուս Քրիստոս ինք խաղաղություն դա մեր բոլորին, հիմա միշտ հավիտյան է մինչև հավիտյան, ամեն։